Հայաստանն ու հայերը ներկայիս Իսրայելի հետ, որը Պաղեստինի պատմական տարածքի մի մասն է, կապեր են ունեցել վաղնջական ժամանակներից, հատկապես Տիգրան Մեծի օրոք։ Սակայն հայերի նկատելի հոսքը Պաղեստին սկսվել է քրիստոնեության տարածումից հետո։ Մեր թվարկության առաջինից երկրորդ դարերում Քրիստոսի աշակերտներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից Հայաստանում սկսում է տարածվել քրիստոնեական ուսմունքը, ստեղծվում են առաջին քրիստոնյա համայնքները։ Դեռևս Քրիստոսի կենդանության օրոք առաջին արքան, ով հավատում էր նրան և հրավիրում իր երկիր բնակության, Եդեսիայի հայոց թագավոր Աբգար 5-րդ Արշակունին էր։ 301 թվականին առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, Հայաստանն էր։ Եվ պատահական չէ, որ դեռևս վաղ միջնադարից, որպես քրիստոնյա հավատացյալներ, մեծ էր հայերի հետաքրքրությունը քրիստոնեական սրբավայրերի հանդեպ։ Այդ որոնումները նրանց տարան Երուսաղեմ, որտեղ էլ աստիճանաբար սկսեցին բնակություն հաստատել մեծ թվով հայ վանականներ։ 5-րդ դարի կեսերին այստեղ արդեն գործել է հայկական գրագրությունը։ Իսկ կարծիք կա, որ Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբյանց վանքը կառուցվել է դեռևս 4-րդ դարում։ Իսկ 6-րդ դարում Սիոն լեռան թաղամասում ձևավորվել է վաճառականներից և արհեստավորներից բաղկացած աշխարհիկ համայնք, որտեղ գոյություն է ունեցել հայկական փողոց։ Այսպիսով, իրապես Երուսաղեմի հայկական համայնքը համարվում է հայկական Սփյուռքի ամենահին գաղթօջախներից մեկը։ Բյուզանդական տիրապետության շրջանում հակաքաղկեդոնական հայերի հանդեպ կար ոչ բարեհաճ վերաբերմունք։ Իսկ հա 10-ից 11-րդ դարերում խաչակիրների Երուսաղեմ գալով համայնքը սկսել է աճել։ Երուսաղեմի թագավորությունը հիմնած եվրոպացի ասպետների մեջ զգալի թիվ էին կազմում նաև Կիլիկյան Հայաստանից նրանց միացած հայ ռազմիկները։ 12-րդ դարի կեսերին Սուրբ Հակոբյանց վանքը ընդարձակվելով իր շուրջը աստիճանաբար ձևավորել է հայկական թաղամասը։ 1311 թվականին մամլուքների օրոք սուլթանի հրամանագրով Սարգիս arczepiskopos-ը ստանձնում է պատրիարքի տիտղոսը։ Նրանք 1340-ական թվականներին հայերին թույլ են տվել նույնիսկ պատ կառուցել իրենց թաղամասի շուրջը, ի օգուտ հայերի, այնտեղ զետեղելով նաև արաբերեն արձանագրություն։ 1538 թվականին Օսմանյան Սուլեյման Մեծի հրամանով ավարտվել է Երուսաղեմի ներկայիս պարիսպների կառուցումը։ Այդ պարիսպները հայերի կառուցած ներքին պարիսպների հետ միասին կանխորոշել են թաղամասի ընդհանուր տեսքը։ 17-ից 18-րդ դարերում հայկական թաղամասն ընդարձակվել է, իսկ 19-րդ դարում այն ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը։ Բրիտանական մանդատի ժամանակահատվածում հայերի թիվը Սուրբ հողում հասել է 20,000-ի։ Տասնինից 20-րդ դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին։ Օրինակ Հայֆայում հայկական համայնքը ձևավորվել է 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո։ 1947 թվականին Պաղեստինի մոտ 1500 հայեր հայնադարձվեցին Խորհրդային Հայաստան։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայել մեկնած հայերը հաստատվել են հիմնականում Փեթախ Թիկվա, Բաթ Յամ, Թել Ավիվ, Յաֆա քաղաքներում։ Հայերը Երուսաղեմում 1833 թվականին տեղադրեցին առաջին տպագրական հաստոցը։ 1857 թվականին բացեցին աստվածաբանական ճեմարան։ 1855 թվականին հայկական թաղամասում հիմնադրվեց Երուսաղեմի առաջին լուսանկարչական արհեստանոցը։
Տղաների եւ աղջիկների դպրոցները 1869 թվականին միավորվեցին Սրբոց թարգմանչած դպրոց անունով, որը դարձավ Երուսաղեմի առաջին համատեղ ուսուցման դպրոցը։ Երուսաղեմի հայկական դեկորատիվ կերամիկան հայտնի է ամբողջ աշխարհում։ Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ Պաղեստինից բազմաթիվ հայեր ապաստան գտան հայկական թաղամասում, որն ունեցավ նաև մարդկային զոհեր, իսկ մեծ թվով հայեր հեռացան Երուսաղեմից։ Պատերազմից հետո հին քաղաքի բոլոր 4 թաղամասերն անցան Հորդանանի վերահսկողության տակ։ Այն Իսրայելի վերահսկողությանն անցավ 1967 թվականի 6-օրյա պատերազմի արդյունքում, որի ժամանակ թաղամասը գտնվում էր ինտենսիվ ռմբակոծության գոտում։ Հայկական թաղամասի հոգևոր կենտրոնը մնում է Սուրբ Հակոբյանց վանքը, հայտնի իր սրբավայրերով, որը հարգվում է որպես Երուսաղեմի առաջին եպիսկոպոսի Հակոբի գերեզման։ Պատրիարքությունը, որը թաղամասի փաստացի կառավարիչն է, կատարում է մինի-սոցիալական պետության գործառույթ։ Մեր օրերում Երուսաղեմի հայ պատրիարքը Հորդանանի, Իսրայելի եւ Պաղեստինի հայերի կրոնական առաջնորդն է։ Պատրիարքարանին կից գործում է թանգարան եւ գրադարան, ավելի քան 30,000 գրքով, որոշ ձեռագրեր թվագրվում են 13-րդ դարով։ Թաղամասը հայտնի է նաև հանրահայտ բարերար Գալուս Գյուլբենկյանի գրադարանով։ Երուսաղեմը հայ մշակույթի եւ մատենագիտության կենտրոններից է։ Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրատանը պահվում է հայերեն ձեռագրերի աշխարհում 3-րդ հավաքածուն։ Այն իր տեղը զիջում է միայն Երևանի Մաշտոցի անվան եւ Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարաններին։ Վանքի թանգարանում պահվում են նաև տարբեր ժամանակներում ուխտավորների ձեռքով Երուսաղեմ բերված հայ վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր կամ թեղներ, վարդապետական եւ եպիսկոպոսական գավազաններ, Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում առաջինի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը։ Հայրենիք սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը աջակցում են հայկական բարեսիրական հայ երիտասարդաց միությունները, Հեմ Երամսյա թերթը, Սիոն գրական ամսագիրը։ Գործում են երգի պարի, թատերական խմբեր, Երուսաղեմի ժառանգավորած եւ սրբոց թարգմանչած վարժարանները։ Երուսաղեմի հրեական համալսարանի ուսանողների եւ ուսուցիչների թվում ներկայումս կա մոտ 150 հայ, որոնց մի մասը Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներ են։ Թաղամասում կան ազգային դպրոցներ, գործում են բազմաթիվ խանութներ։ Բացի հին Երուսաղեմից, հայերն ապրում են Բեյթ Հանինայում, գերմանական թաղամասում, Բեթղեհեմում, Հայֆայում եւ Յաֆայում։